Գեղեցկությունն իսկական ուժ է, իսկ շփիտը նրա սուրը։ Միշտ եղեք գեղեցիկ, շնորհավոր ապրիլի 7։ Ես Իվետան եմ, հայրենագերտ, լոհոր, սևանասեր, մի խոսքով։ Կանանց տոնը որպես այդպիսին չեմ ընդունում, դա կարծում եմ ֆեմինիստական գաղափար է, կանանց տոնը ամեն օր է։ Կինը հենց ինք Աստվածաշնչից նշանակում է կին, կյանք։ Ես կուզենամ, որ մեր կանայք երբևէ չկորցնեն կենարար կյանք կոչվելու իրենց առաքելությունից, երբևէ հեռու չգտնվեն, լինեն այդ կենարար կյանքի հիմքը, միշտ իմաստավորեն բոլորի կյանքը հենց իրենց կենարար լինելու այդ առաքելությամբ։ Հատուկ բարեմաղթանք, այտենց որպես այդպիսին չեմ կարող ասել, կամ ավելի կմանրացնեմ, եթե բարեմաղթանք ասեմ, թող իրենց առաքելությունը կատարեն, ոնց որ կին, կյանք, կենարար աղբյուր, կյանքի հիմք, մի խոսքով, ու երբեք չկորցնեն իրենց կին, կյանք, կենարար աղբյուր լինելու պայծառությունը, այսքանը։ Սիրուն սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ։ Ուզում միշտ այդպես կանացի լինեք, հմայիչ լինեք, որովհետև ձեր էներգետիկան շատ կարևոր է, որպեսզի մեր կյանքը ավելի ուրախ ու ավելի պոզիտիվ լինի։ Ես ցանկանում եմ, որ մայրիկատոն, աղջիկների տոն լինի ոչ թե մարտի 8-ից ապրիլի 7, այլ ընդհակառակը ապրիլի 7-ից մինչև մարտի 8 հաջորդ, այսինքն ամբողջ տարին լինի կանանց տոն, սիրո տոն, գեղեցկության տոն։ Ողջույն բոլորին, արդեն մարտ ամիսն է, գարնան մեկնարկը տրված է, կանանց ամենասիրելի, ամենասպասված օրերը արդեն մեկնարկված են։ Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին և մաղթում եմ ջերմ և արևոտ օրեր։ Սիրելի կանայք և աղջիկներ, Իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին շնորհավորում եմ ձեր տոնը, ապրիլի 7-ը։ Ցանկանում եմ, որ այս կյանքում ինչ դժվարություն էլ լինի, հաղթահարեք ու անցնեք առաջ, հետ թողելով բոլոր խնդիրները։ Ուզում եմ, որ ինքնակրթվեք, երբեք ուշ չի նոր բան սովորել։ Հանձինս ինձ, ամեն ինչ թող ձեր կյանքում լինի ծաղկուն, կանաչ, ինչ ասեմ, սիրով ու ջերմությամբ լեցուն։